Մոտ 3 ժամ տևած խուզարկությունից հետո իրավապահները հեռանում են Հայաստան դաշինքի պատգամավորի թեկնածու Իշխան Սաղաթելյանի բնակարանից։ Առավոտյան 8-ին են քննիչներն ու ոստիկանության օպերատիվ աշխատողները մտել Սաղաթելյանի բնակարան խուզարկության։ Հայաստան դաշինքի պատգամավորի թեկնածուի խոսքով ԴՀԿ պարտավորությունները չկատարելու պատճառաբանությամբ են իր տուն մտել իրավապահները։ Հարկատիր կատարումն ապահովող ծառայության հետ 3 ամիս է իրավական քաշքշուկի մեջ է, ասում է Սաղաթելյանը։ Խուզարկություն են իրականացնում ԴՀԿ-ի պահանջները չկատարելու, չգիտեմ, սենց ինչ-որ անհասկանալի բանով, բավականին մեծ խմբով ամբողջ շենքը շրջափակել էին, չգիտեմ, քննչական մեծ խումբով, ծիծաղելու այս ամեն ինչ, էլի լուրջ։ Քան ինչ-որ բան Սաղաթելին գոնել։ Արգրավեցին տան զարդերը, որոշ կանխիկ գումար, սենց երեխեք։ Իհարկե իրավունք չունեն, ես ընդհանրապես կարամ ասեմ, սա հերթական այս 7 տարիների հերթական հետապնդումն է, հերթական ապօրինի գործընթացն է, ԴՀԿ-ին ներգրավել են մի հատ պրոցեսի մեջ, ԴՀԿ-ին ինչ-որ պահանջներ է ներկայացրել ապօրինի։ Խուզարկության սկզբում նույնիսկ փաստաբանին Սերգեյ Հարությունյանին թույլ չեն տվել մասնակցելու խուզարկությանը։ Ընդդիմադիր քաղաքական գործիչն ասում է, իր դեմ հերթական քաղաքական հետապնդումն է սա։ Մեղադրյալի կարգավիճակ չունի, հրավիրել են հարցաքննության։ Պատգամավորի թեկնածուն կասկածում է, որ հենց այդ ժամանակ մի անհիմն մեղադրանք կփորձեն առաջադրել իրեն։ Մտածում եմ ավելի լուրջ գործերով կգան։ Լուրջ եմ ասում։ Օրինակ ժամանակին սահմանադրական կարգի տապալում, զանգվածային անկարգություն, ասենց հոդվածներ էին դնում, հիմա այս ամեն ինչը ծիծաղելի է։ Սաղաթելյանն ասում է, անակնկալի չի եկել իրավապահների այցից, ամեն առավոտ է սպասել քննիչների։ Նույնիսկ այսօր մեր տան շունն էր իրան շատ ադեկվատ պահում իրավիճակին, այսինքն մենք ցանկացած սցենարի պատրաստ ենք ու այս մեթոդներով որևէ հաջողության չեն հասնելու։ ԴՀԿ-ի հետ իրավական թնջուկը պարզաբանելու, իր իրավունքները պաշտպանելու համար վարչական դատարան է դիմել Սաղաթելյանը։ Էդգար Ղուշչյան, Աշոտ Մնոյան և Անի Ղանդիլյան, Հայլուր։